Նախ եւ առաջ շնորհակալություն ցավակցական խոսքերի համար եւ պարոն դեսպանն ասում է ինչքան սրտներդ ուզի, ինչքան ուզեք, այդքան ներուժ եմ ես տեսնում երկու երկրների հարաբերություններում։ هدفگذاری کار تجاری دو کشور که خب مبتنی بر 3 میلیارد دلار پیش بینی شده. Երկու երկրների միջև առևտրաշրջանառության համար, ինչպես գիտեք, սահմանվել է 3 միլիարդ դոլարի թիրախը։ Այս պահին 700 միլիոն դոլար է։ Այսինքն մոտավորապես 4 անգամ պետք է այս ծավալը մեծացնենք։ Էներգետիկայի ոլորտում, ինչպես արդեն նշեցի, մենք կարող ենք երկու երկրների միջև էներգետիկ փոխկապվածության նոր աստիճանի հասնել։ Հուսով ենք, որ Հայաստանը նաև կունենա իր նավթազտարանը, որտեղ որ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը թե Հայաստանի, թե Հայաստանից դուրս շուկաներ մատակարարելու համար։ Ազատ առևտրային տնտեսական գոտիների համատեքստում էլ կարծում ենք, որ եթե կարողանանք Իրանի առաս տնտեսական ազատ առևտրի տնտեսական գոտու եւ Մեղրի տնտեսական գոտու միջև կապը ամրապնդել, ապա սա եւս նոր հեռանկարներ կստեղծի հետագայում տնտեսական նոր ձեռքբերումների համար։ Ինչ վերաբերում է տրանզիտի տարանցման հարցերին, ապա եթե մենք կարողանանք բացել Ջուլֆայից, Ճյուղայից մինչև Սևծով հասնող երկաթգիծը, ապա սա եւս Հայաստանի համար տնտեսական նոր եկամուտ կստեղծի։ Եթե այսպես ցանկանամ մեկ առ մեկ թվարկել խոսքս շատ կձգձգվի բոլոր ոլորտներում, թե տնտեսական, տեխնոլոգիական, գիտական եւ այլ ոլորտներում, բոլոր ոլորտներում առկա է դեռ չիրացված պոտենցիալ, որի իրացումը կարող է նոր հեռանկարներ բացել երկրների համար։ Եվ հենց այն ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը, որի մասին մենք մեր այսօրվա նիստի սկզբում խոսեցինք, հենց այդ փաստաթղթի ստորագրումն արդեն որոշակիորեն համակարգում է եւ սահմանում է հետագա համագործակցության ուղենիշները։ Շատ շնորհակալ եմ։